Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Վարչապետը վաղը մեկնելու է Անկարա, այնտեղ հանդիպում է սպասում Թուրքիայի նախագահին, իսկ այսօր Անկարա է մեկնում Ադրբեջանի նախագահը։ Հնարավոր է այնտեղ եռակողմ հանդիպում տեղի ունենա եւ այո ինչի մասին, ինչ օրակարգով։ Իմ տեղեկությամբ այս պահին նման հանդիպում նախատեսված չէ, բայց կարող է եւ չեմ կարող դա բացառել։ Դե որ ասում եք հնարավոր է, չգիտեմ, ես միշտ դժվարանում եմ ձեր այս հարցերին պատասխանել, որովհետեւ հիմա որ ասեմ հնարավոր է, ինչ ակնհայտ է, որ կարող է եւ հնարավոր լինի։ Կասեք դեռ մի բան գիտեք, բայց չէ, ես տեղեկություն չունեմ։ Նման նախատեսված չի, բայց գիտեք, միջազգային հանդիպումները ոնց են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնի եւ կարծում եմ, որ այցը շատ կարեւոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր, հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց։ Իսկ եթե ամեն դեպքում ստացվի եռակողմ հանդիպում, ինչ օրակարգը կլինի հայ-ադրբեջանական։ Դե բնականաբար, եթե լինի եռակողմ, ուրեմն պետք է լինի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ալիևը այսօր է լինելու, Ժողիկը հարցում է կարող է պատահի եռակողմ լինի, ես քանի որ չեմ կարող դա բացառել։ Այս պահի օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Այն օրակարգը, որի շուրջ որ մեր բանագնացներն են բանակցում արդեն քանի տարի է, արդեն այդ օրակարգը բարձրացել է բարձրագույն քաղաքական մակարդակ։ Հնարավոր է քննարկի այդ եռակողմ եթե լինի հայ-ադրբեջանական այդ ստորագրման։ Ոչ թե հնարավոր է, այլ եթե տեղի ունենա եռակողմ հանդիպում, բնականաբար պետք է քննարկվի այդ եռակողմ հանդիպման կողմերից երկուսի միջև առկա խնդիրները։ Թուրքիան փաստորեն խաղացող դառնի։ Հա գործընթացում է կարևոր։ Արդեն մոտ 700 տարի կլինի արդեն, հատկապես վերջին 500 տարին շատ ակտիվ, այո։ Չէ, Դե այդ ձևակերպումները դրանք քաղաքական ձևակերպումներն են, էլի խաղաղության միջազգային պայմանագիրը, գիտեք, գոյություն ունի միջազգային պայմանագրերի ստորագրման կարգ, դրանք հետագայում հանձնվում են համապատասխան դեպոզիտարիա, միջազգային պայմանագրերը խախտել չի կարելի, միջազգային պայմանագրերի կատարման երաշխավորը միջազգային հանրությունն է եւ այն կազմակերպություններն են, որոնց անդամ որ կողմերն են եւ որոնց կանոնները որ կողմերը ընդունում են։ Բայց Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում իհարկե կա, դա գյուտարած չեմ լինի։ Կարող է Թուրքիան օրինակ նպաստել Ադրբեջանի կառուցողական դաշտ բերելու։ Եթե Թուրքիան նման քաղաքական նպատակ ունենա, նման հնարավորություն որ հաստատ ինքը ունի։ Այլ հարց է, քաղաքական կամք կունենա, թե չէ։ Բուն այցի փաստը իսկ արդեն ասում է, որ նման ենթադրություն մենք կարող ենք անել։